Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ, սիրելի Գյումրի։ Լավ եք, չէ ժողովուրդ։ Հիմա բեմ հրավիրենք Գյումրու ավականու ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի թեկնածուներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ ծափահարություններով Ինչպես նաև բեմ ենք հրավիրում Մայր Հայաստան Երևանի ավականու խմբակցության անդամներին, ովքեր այստեղ մեր հետ հերոսական աշխատանք են կատարում։ Ծափահարություններով Թիմը այստեղ է, չէ՞։ Այո։ Հարգելի գյումրեցիներ, մենք լավ ենք, բայց հանրապետությունում մի մարդ է վատացել։ Երեք ազգային ժողովի ամբիոնի մոտ վատացել էր, հստակ զգացվեց։ Այդ վատանալուց հետո ասել է իր ոստիկաններին, իրավապահ մարմիններին, ասել է գնացեք Գյումրի ընդդիմադիրներին ասֆալտին ծեփեք։ Բայց Գյումրիում ասֆալտին ծեփված է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը։ Իրանք պետք է այդ վարկանիշը ասֆալտի վրա իսկերեն։ Ինչպես շատերը տեղյակ եք, այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի ուղարկած ոստիկանները պարալիզացրել էին Մայր Հայաստան դաշինքի շտաբի աշխատանքները։ Իրենց թվում է այդպիսով մենք վախենալու ենք, չգիտեմ, զգուշանալու ենք, հակառակ արդյունքն եք ստանալու եւ այդ ոստիկանական գործողությունների արդյունքում նաեւ մեր թիմից կամ բերման ենթարկվածներ, երիտասարդ պայծառ աղջիկներ ու տղաներ առաջինը բերման էին ենթարկել Էմա Գրիգորյանին, երիտասարդ մանկահասակ երեխաների մայր, եկել էին երեխաների մոտից բերման էին ենթարկել, տարել էին Երևան, թե ինչ կար պարզելու, որ Գյումրիում չէին կարողանալու պարզել։ Բայց մի մասը դեռևս գտնվում է այդ իրենց իրավապահ մարմինների մոտ, այսինքն ձերբակալված են, թե կալանավորված են, անպայման իրենք էլ ազատ կարձակվեն։ Ես հիմա Էման Գրիգորյան հիմա մեր հետ է եւ Երևանից հասել է արդեն այստեղ։ Ես կցանկանայի Գրիգորյան Էմային այստեղ ծափահարություններով հրավիրենք բարձրախոսի։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ այս աջակցության համար, որ դուք ցուցաբերում եք մեր թիմին։ Պիտի նշեմ, որ ԿՊ-ին մերժելու եւս մեկ պատճառ ունենք։ Այս անօրինակությունները, որոնք իրենք իրականացնում են եւ կարծում են, թե դրանով մեզ թուլացնելու են, սխալվում են։ Սա եւս մեկ ապացույց է, որ մենք ուժ ենք եւ մեզանից վախենում են։ Այնպես որ բոլորով միահամուռ մերժում ենք քաղաքացիական պայմանագրին եւ մեր ձայնը տալիս ենք Մայր Հայաստան դաշինքին։ Համար 4։ Շնորհակալություն։ Հարգելի գյումրեցիներ, հարգելի դիտողներ, Փաշինյան Նիկոլը իր ոստիկաններին ուղարկել է Գյումրի բռնաճնշումներ իրականացնելու մյուս մեր գործընկեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ մենք դատապարտում ենք այդ բռնաճնշումները, դատապարտելի է դա հարիշ չէ ժողովրդավարական երկրին, ինչպես իրենք ներկայացնում են, բայց այստեղ ժողովրդավարության ժտարներ չի մնացել, սա կոնցլագեր է ուղղակի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է կոնցլագեր, սա մահաբեր իշխանություն է, սա սոցիալական աղետ բերող իշխանություն է, տեսեք ինչ կատարվեց, որպեսզի անձնապես պատկերացնենք, հա, Երևանի ավականու ընտրությունները ես ձեզ ներկայացնեմ, ինչ արեցին, եկան ասեցին, ասեք կանենք, եկան մի կերպ իշխանությունը զավթեցին նստան ու արածները գիտեք ինչ էր, թանկացումներ, գույք արեկը թանկացրեցին, տրանսպորտը թանկացրեցին, կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին, իհարկե Մայր Հայաստանը
այդ ամենի դեմ պայքարի առաջին գծերում էր, բայց ինչ-որ բան հաջողվեց իրենց անել։ Հարգելի գյումրեցիներ, քպաականները եթե հանկարծ ինչ-որ ձևով, ինչ-որ հրաշքով հայտնվեցին Գյումրու քաղաքապետարանում, նույն բանը գյումրեցիներ մեզ է սպասվում, թանկացումներ, սոցիալական աղետը խորանալու է, Գյումրին հիմա Գյումրին եւ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Իրենց օրոք որևէ բան չի փոխվել, ավելի է խորանալու։ Հարգելի գյումրեցիներ, ընտրություն կատարելուց հստակ կշռադատեք, տեսեք թե ինչ են արել, 7 տարի իրենց տված որևէ խոստում իրականություն չի դարել, ուղիղ հակառակն են արել։ Ասում են Նիկոլ Փաշինյանը քաղաքացին տուկանքի մատերիալ չէ, հիմա ինչ է կատարվում։ Բոլորին համատարած տուկանում են, մեկը դակը, մեկը ոստիկանությունը, մեկը չգիտեմ ինչ։ Հարգելի գյումրեցիներ, հիմա խոսքը ուզում եմ տրամադրել Գյումրու ավականու ընտրություններում Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող առաջին համար Կարեն Սիմոնյանին։ Ողջույն Գյումրի, ողջույն Թասիբո մարդիկ, ողջույն համարձակ մարդիկ, մեր հարգելի տերևիկին ուղղել Մայր Հայաստան տաշին։ Երկուսն էլ Հայաստանում են, Տերևիկն այսօր շատ է խոսացել, փորձում է բարերը կուլ տալ։ Ոչինչ, չենք տագապարդում, Տերևիկ քեզ։ Հարգելի գյումրեցիներ, այսօր վաղ առավոտից բոլորդ ականատես եղաք, որ իշխող ուժը հայտնոտի մեջ գտնվելով փորձեց խանգարել մեր աշխատանքները։ Բայց մի բանում հաջողեց ինքը, որ ես չհասցրեցի պիջակ հագնել, սափրվել և գլխարկս հանել։ Մնացած բոլոր աշխատանքները իդեալական սկսել են, շարունակվում են և վերջացնելու են իրենց հաղթանակով։ Ինչքան իրանք ուզում են շեղել մեր թիմի, մեր ծրագրերից, որ մենք չխոսենք Գյումրու զարգացման ծրագրից, մեր ընթացիկ ծրագրերից, փորձում են ամեն ինչ անել, սև ու սպիտակի վերածել, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան, չի հաջողվելու։ Ես հենց հիմա խոսելու եմ մեր Գյումրուց, Գյումրու զարգացումից, մեր թիմից և մեր ապագա հաղթանակից։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը այս ընտրություններում ներկայացրել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագիր։ Հեռանկարային ծրագիրը դա ազատ տնտեսական կոդին է և Գյումրուն դա ազատ քաղաքի կարգավիճակ։ Այս ծրագրի իրագործումից հետո շատ կարճ 2-ից 3 տարվա ընթացքում Գյումրին 180 աստիճանով փոխվելու է դեպի լավը։ Դա են վկայում մասնագետների ապացույցները, դա է վկայում միջազգային փորձը, դա է վկայում չինական փորձը, որ յուրաքանչյուր քաղաք, գյուղ, որը ուզում են զարգացնել, տալիս են ազատ քաղաքի կարգավիճակ։ Ունենալով ազատ քաղաքի կարգավիճակ, յուրաքանչյուր տնտեսվարող ազատվում է 50% հարկերից, ազատվում է ավելացված արժեքից և շրջանառության հարկից։ Եվ այս ամենը նպաստելու է մեր ապրանքների էժանացման, ներդրումային հոսքերի, աշխատավարձերի ավելացման և ի վերջո կենսամագարտակի բարձրացման, որը
նաև հանդիսացել է մեր աղետի կոդի պիտակ լինելու պատճառ։ Քանզի մենք գիտակցում ենք, որ աղետի կոդի ենք ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլ նաև ծանր սոցիալական պայմաններով։ Մեր ընթացիկ ծրագրերի մեջ են մտնում նաև մեր քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը, քանի որ ես գործարար եմ, շատ լավ եմ հասկանում, առանց բարձր և ազնիվ աշխատանքի, արտար աշխատավարձի չենք կարող որակ ապահովել և գործարար լինելով շատ լավ եմ տիրապետում, տնտեսելով ապահովել զարգացում։ Եթե միայն տնտեսում ես, ուրեմն կորցնում ես որակը։ Եթե շռայլում ես, ուրեմն բյուջեն ես մսխում։ Հետևաբար, մեր գործարար դաշտից մուտքը դեպի քաղաքի կառավարում ի նպաստ է լինելու մեր քաղաքի զարգացմանը։ Մի փոքր խոսեմ մեր թիմից։ Թիմ, որը կազմված է բացառապես արտար մարդկանցից, կազմված է բացառապես հայի Գյումրեցուն վայել ընտանեկան արժեքների կրող տեսակից։ Թիմ, որը նմանվել է մեղվի փետագի և առավոտից իրիկուն աշխատանքով է լցված։ Մենք այսօր երիտասարդության համար բացել ենք դռներ, զբաղված ենք դռներ կառուցելով, որպեսզի իրանք էլ ունենան այն նույն առաջընթացը և գիտական ոլորտում, և մշակութային, և կրթական, և իրենք էլ ունենան իրավունք ունենալու այն ամենը, ինչ ունեն զարգացած երկրների երիտասարդությունը։ Մեր թիմի կազմում համալրված են գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և յուրաքանչյուր անձ, ով միացել է մեր թիմին, չի ունեցել մեր հետ այն 1000 տարվա ընկերական հարաբերությունը, որովհետև մենք որտեղ գրել ենք ոչ թե թայֆաբազություն, այլ իրական զարգացման ծրագրերին օգուտ տվող մարդկանց։ Երեք մեր երթերի ընթացքում մի քանի անգամ անդրադարձել եմ իշխող ուժին, իշխող ուժի սատարողներին, փոխանցելով իրենց մեր էներգիան, մեր ժպիտները, մեր հարգանքն ու սերը և ասել, որ բացարձակ կապ չունի, որ դուք սատարում եք որևիցե այլ ուժի։ Եթե մենք ստանձնենք քաղաքի կառավարումը, ապա միանշանակ ձեզնից ովքեր որ մասնագետներ են և ունեն այն ծրագրերը, գաղափարները, որոնք պիտանի են մեր քաղաքին, միանշանակ գալու ենք ձեր հետևից և ձեզ տանք հարթակ, որպեսզի այդ լավ գաղափարներն ու ծրագրերն իրագործեն։ Եվ դրան պատասխան ստացան այսօր առավոտվա իրենց վայրագությունները։ Հիմա ինչ անենք։ Մենք չենք իջնելու իրենց մակարդակին, ինչքան էլ մեր ոտքերից քաշեն ներքև, մնալու ենք բարձունքի վրա և համոզված եմ իրենց ենք քաշելու դեպի վերև, քանզի իրենք մեր գյումրեցիներն են, իրենք մեր բարեկամներն են, իրենք այն մարդիկն են, ովքեր Աստված մի արածցե դժբախտության պատերազմի պարագայում կանգնելու են մեր կողքը։ Ի հեճուկս իրենց քաղաքական ուժի ղեկավարությամբ որոշ քաղաքացիական պայմանագրի համակիրներ միացել են մեզ, ողջունել են մեր այդ տեսակետը, իմ կարծիքով ցեպոչկեն բացվել է, մնացածներ են գալու այստեղ, բացառություն են կանելու, չենք ընդունելու են մարդկանց, ովքեր համակարգային վերից վար իմանալով մեր երկրին ծառացող վտանգները նպաստում են այդ քաղաքական գծին և օրակարգին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորին, մեր կամքը կայուն է, հաստատակամ է, տալու ենք այդ փոփոխությունը Գյումրիին,
դառնալու ենք այն մերանը ընդդիմադիր դաշտում, միավորելով ընդհանուր ընդդիմադիր դաշտը, իշխանաձգելու ենք քաղաքացիական պայմանագրի Գյումրիի կառավարումից։ Հաղթանակ! Հաղթանակ! Բարձր թող լսվի իրենց գրասենյակում։ Հաղթանակ! Հաղթանակ! Սիրելի գյումրեցիներ, այսօր երեկոյան 22:00 կոչ եմ անում բոլորին լինել հեռուստացույցի առաջ և մասնակցել իրենց ոգևորությունը տալով մեր բոլոր ընդդիմադիրներից, որպեսզի այսօրվա իրենց պատասխանը արժանվույն տան։ Սպասում ենք իշխող ուժի թեկնածուին բանավեճի սրահում։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, միանշանակ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, ԿՊԱ-կան իշխանությունը տևական ժամանակ է լցվել է Մայր Հայաստան դաշինքի դեմ կեղտոտ նկտի հակաքարոզչության։ Դրանք բոլոր սոցիալական ցանցերում բացել են հազարավոր ֆեյքեր, տպավորություններ, որ յուրաքանչյուր ԿՊԱ-կան մի 10 հատ ֆեյք ունի, մի քանի հատ էջ ունի, դրանք գովազդի տակ դրած լկտի կեղտոտ հակաքարոզչություն են տարածում Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Հսկայական գումարներ ծախսելով։ Նրանք ինչ են ասում։ Ասում են, իբր ընտրակաշարք է բաժանվում, իբր էս են անում, են անում, կեղծում են եւ այլն։ Դո կեղծարարներ եք դուք, ընտրակաշարք բաժանողներ եք դուք։ Դուք չէիք, որ Արցախ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը օգտագործեմ, Արցախը ծախեցիք Ալիևին։ Գնացեք դրա պատասխանը տվեք, դրա մասին խոսեք, այդ կեղծիքներից խոսեք։ Մայր Հայաստան դաշինքը այս ամբողջ ընթացքում քաղաքակիրթ, համերաշխության կոչ անող եւ բովանդակային ծրագրային քարոզություն է իրականացրել։ Մայր Հայաստան դաշինքը ներկայացրել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իսկ Կարեն Սիմոնյանը արդեն միսուայրուն է տվել ծրագրի գյումրեցիների աջակցությունը ստանալու առումով եւ հավաքվել է 7700 ստորագրություն աջակցություն այդ ծրագրի։ Այդ ծրագրով մենք իշխանություն լինելու դեպքում շատ կարճ ժամանակվա ընթացքում 1-2 տարի գյումրեցիներ ձեր կյանքը որակապես փոխվելու է։ Բարեկեցության առումով փոխվելու է, մթնոլորտի առումով փոխվելու է։